Երեխեք կլինի յուրաքանչյուրդ ինքնուրույն փակեք ձեր վարկը եւ ձեր հիպոթեկը, առհասարակ սովորեք ինքնուրույն հոգալ ձեր երազանքների եւ ձեր ապագայի մասին սեփական աշխատանքի միջոցով եւ համացանցային տիրույթում գումար ուզելը, այլ բնորոշում չեմ տալիս, որ որևէ մեկի արժանապատվությունը չվիրավորեմ, բայց հավատացեք կողքից արդեն այդպիսի տպավորություն է ստեղծվում, նորմալիզացնեք, որովհետեւ սա շատ վատ բան է, երեխեք, փուֆիկա, արդեն հասկացանք մի վիդեոն հրապարակվեց, օքեյ, նայեցինք, վայ, բլա բլա, բայց արդեն ամեն երկրորդ վիդեոն, երբ որ դու թերթում ես ինձ 1000 դրամ փոխանցեք, ինձ 500 դրամ փոխանցեք, դա նորմալիզացնում է մի բան, որը նորմալ չի։ Դա նորմալիզացնում է համացանցային տիրույթում գումար վերցնելը, գումար ուզելը։ Ես բնավ չեմ խոսում թիրախային դրամահավաքների մասին, բացարձակ խոսքս դրանց մասին չի։ Եկեք չնորմալիզացնենք փուֆիկ երևույթները։ Ինչ վերաբերում է այսպիսի դեպքերում գումար փոխանցելուն, հասկանում եմ մարդ ուզում է ինչ-որ բարի լավ բան անի եւ դա շատ գնահատելի է, բայց ամեն անգամ ինչ-որ մեկին գումար փոխանցելուց առաջ եկեք հիշենք շատ կարևոր մի փիլիսոփայություն, որ մենք երբ որ դիմացինին ուզում ենք իրապես օգնենք, մենք իրան նախ եւ առաջ ոչ թե պետք է ուղղակի ձուկը տանք, այլ իրեն սովորեցնենք ձգնորսություն, այսինքն որոշակի հմտություն կյանքում առաջընթաց ունենալու, աշխատելու եւ հեշտ տարբերակով գումար չխնդրելու։ Սիրուն չի արդեն։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, կողքից արդեն շատ տգեղ է եւ նորմալ չի։